Եկեք անկեղծ լինենք, բավական տխուր է Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված պատմությունը։ Երբ այդ հսկա կառույցը ստեղծվեց 2002 թվականին եւ վաճառվեց ռուսաստանյան ընկերությանը, հայաստանցիները հույս ունեին, որ եթե ոչ միանգամից, բայց գոնե տարիների ընթացքում մոտ 1 միլիոն սպառողների սպասարկումը կհասցվի միջազգային մակարդակին։ Տարիներն անցնում էին, բայց մատակարարվող հոսանքի որակը չէր բարելավում, կարող եմ դա հավաստել պարզապես որպես սովորական սպառող։ Ամենօրյա տատանումներ, իսկ ձմռանը մեր լարումը այնքան է նվազում, որ հաճախ անջատվում են համակարգիչները։ Էլ չեմ ասում, այսպես ասած, պլանային եւ ոչ պլանային անջատումների մասին։ Երևանցիներն օրինակ արդեն պարզապես սովորել են, որ այս կամ այն թաղամասում, շրջանում լույսերը պետք է պարբերաբար անջատվեն մի քանի ժամով։ Մինչդեռ մի քանի անգամ ասել եմ այս մասին, տարիներ շարունակ ապրել եմ եվրոպական քաղաքներից մեկում եւ այդ ողջ տարիների ընթացքում չեմ հիշում գեթ մի դեպք, երբ անջատվել է իմ բնակարանի լույսը։ Էլ չեմ ասում այն մասին, որ ժամանակ առ ժամանակ, մանավանդ երեկոյան ժամերին, Երևանի մի զգալի մասը կարող է անսպասելիորեն հայտնվել կատարյալ մթության մեջ։ Զանգահարում ես, շատ հանգիստ պատասխանում են. խոշոր վթար է, այսինքն ոչ մի արտարոց բան էլ չի եղել։ Հիմա անկեղծ ասեք, հենց հիմա ձեր տանը մոմ չկա, իհարկե կա, որովհետև ամեն պահի լույսը կարող է գնալ։ Ահա այսպիսի սպասարկում միջազգային մակարդակով։ Իսկ սակագինը այդ ընթացքում անընդհատ բարձրացնում էին, ընդ որում էապես էին բարձրացնում։ Ի վերջո, այդ բարձրացումը անսպասելի հետևանքների հանգեցրեց, փակվեց մայրաքաղաքի գլխավոր մայրուղիներից մեկը Բաղրամյան պողոտան։ Ռուսաստանում սկսեցին խոսել հայկական Մայդանի մասին, իսկ մենք ազգովի հերքում էինք եւ արդարանում, չէ, ինչ Մայդան, սա քաղաքացիական շարժում է ընդամենը, ոչ մի քաղաքական բան չկա։ Չգիտեմ, միգուցե ռուսաստանյան այդ ընկերության ողջ գործունեության միակ լավ արդյունքը հենց դա էր, արթնացրեց հայաստանցի երիտասարդների եւ ոչ միայն երիտասարդների ակտիվությունը, հասարակությունը վերջապես հասկացրեց. ամեն ինչ չենք հանդուրժելու, դուրս ենք գալու փողոց։ Այսօր, գիտեք, իհարկե Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց մեր էլեկտրական ցանցերը վաճառելու ռուսաստանյան ընկերության մտադրությանը։ Ինձ թվում է մեծ հաճույքով հավանություն տվեց։ Ռուսաստանյան ընկերությունն էլ կարելի է ենթադրել մեծ հաճույքով է ազատվում մեր ցանցերից, որովհետև ուզում էր հերթական անգամ էապես բարձրացնել սակագինը, փոխարենը աուդիտ ստացավ, իսկ աուդիտը, ինչպես հայտնի է, բավական վտանգավոր բան է։ Այնքան բաներ կարող են պարզվել, թե ինչպես են ոչ արդյունավետ օգտագործվել միջոցները, ինչպիսի գումարներ են ծախսվել ղեկավարների ճոխ կյանքի վրա։ Չեմ ուզում ենթադրություններ անել նաև հնարավոր յուրացումների մասին, իսկ դա արդեն քրեական ոլորտից է։ Իսկ այսպես ամեն ինչ լավ ավարտվեց, վաճառեցի, դուրս եկա Հայաստանից եւ վերջ, գնացեք ինձ Մոսկվայում գտեք, որտեղ ես Ռուսաստանի իշխանությունների հուսալի հովանու ներքո եմ։ Այնպես որ համաձայնեք, սպասվող աուդիտի կարևորությունն էլ խիստ նվազել է, որովհետև հին տիրոջ համար դա այնքան էլ նշանակություն չի ունենա, իսկ նոր տերն էլ կասի. հետո ինչ որ խախտումներ եք հայտնաբերել, ես դրանց հետ ինչ կապ ունեմ։ Ով է այդ նոր տերը։ Հիշում եք երևի ամիսներ շարունակ խոսում էր, որ մեր էլեկտրական ցանցերը կարող է գնել Ռուսաստանում ապրող հայ մեծահարուստներից մեկը, նույնիսկ հաստատ պնդումներ էին հնչում այդ մասին։ Չեմ հիշում, որ որևէ մեկը իր ենթադրություններում գոնե թռուցիկ կերպով հիշատակեր այն ընկերության անունը, որը տրվեց կառավարության այսօրվա նիստում։ Անսովոր ու հնչեղ անվանումով մի ընկերություն Liormand Holdings Limited, որի մասին հայտնի է ընդամենը մի բան, գրանցված է Կիպրոսում, իսկ գեղեցիկ միջերկրական այդ կղզում ով ասես կարող է օֆշորային ընկերություն գրանցել։
Դա ես չեմ ասում։ Դա հրապարակավ պնդել է մեր նախկին վարչապետը, որին մեղադրում էին հենց օֆշորային ընկերություն հիմնելու մեջ։ Ավելին, նրա կողմնակիցները համոզված էին, որ այնտեղ ընկերություն կարող է հիմնել ցանկացած մարդ մեկ այլ մարդու անունով, նույնիսկ առանց վերջինիս ներկայության եւ համաձայնության։ Լավ։ Եթե այսօր համաձայնել եք մեր ցանցերը վաճառել ինչ-որ կիպրոսյան ընկերության, գոնե կարող եք ասել, ով է դրա սեփականատերը, հարցնում են լրագրողները առանցքային նախարարներից մեկին։ Պատասխանը. ես չգիտեմ։ Նույն հարցը իմ գործընկերներն ուղղում են մյուս առանցքային նախարարին, էլի նույն պատասխանը. ես չգիտեմ։ Իսկ ինչու եք զարմանում։ Մինչև հիմա այդպես էլ չեն կարողացել պարզել, թե ինչ ընկերություն է այն ընկերությունը, որին մի քանի շաբաթ առաջ վաճառեցին Երևանի մարզահամերգային համալիրը։ Հայտնի է միայն մի բան, որ այդ համալիրը գնելուց եւ 100 միլիոն ներդրումներ խոստանալուց ընդամենը 1 ամիս առաջ էր գրանցվել։ Անկեղծ ասեմ, ես չեմ զարմանա, եթե պարզվի, որ մեր ցանցերը գնել ցանկացող կիպրոսյան ընկերությունն է գրանցվել ընդամենը 1 ամիս առաջ, բայց չշտապենք։ Նախարարները խոստացել են, որ կատարելով կառավարության հանձնարարությունը մանրամասն կուսումնասիրեն այդ հարցը եւ մի քանի օրից մեզ կասեն։ Համոզված եմ, որ այդպես էլ կլինի։ Համենայն դեպս ես մեր բոլոր պաշտոնյաներին միշտ հավատացել եմ, նույնիսկ այն ժամանակ, երբ հաստատ պնդում էին, թե գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները չեն բարձրանալու, իսկ մի քանի ամսից տեղի էր ունենում ճիշտ հակառակը։ Մարդկանց բոլոր դեպքերում պետք է հավատալ։ Ո դեմ չէ։